Ընդհանրապես կրկնում եմ, երբ որ տարածաշրջանում ռազմական գործողություններ են, դա ստեղծում է ապակայունացման ռիսկեր։ Բայց ես չեմ կարծում, որ մենք հիմա պետք է տարբեր սպեկուլյացիաներով զբաղվենք եւ ասենք այսինչը կլինի կամ այնինչը կլինի, նկատի ունեմ հանրային խոսույթ։ Պարոն Ռուբինյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը անունի մեջ խոսեց կաթողիկոսի Բայց հիմա դες թեման վերջացնենք նոր էլի։ Պարոն Ռուբինյան, տեսեք հիմա մի իրավիճակ է, որ Վրաստանը կոնյակի արտահանման հետ կապված է խնդիրներ ստեղծում, Իրանում ստեղծված իրավիճակով պայմանավորված էլ հայկական բեռներն այդ ուղղությամբ դժվարությամբ են առաջ գնում։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները ինչ ռիսկի կառավարում են, ինչպես են պատկերացնում։ Եթե նկատի ունեք տնտեսական գործունեությունը, պատկերացնում են այնպես, որ ամեն ինչ անեն, որպեսզի տնտեսվարողները ստեղծված իրավիճակում հնարավորինս քիչ խնդիրների բախվեն, եթե բախվում են հնարավորինս արագ լուծել։ Բայց եթե ռիսկերը գնահատվել են իսկ անվտանգության կազմում քննարկել է կամ եղել են գնահատումները ռիսկերի, ինչու են այս խնդիրներին հիմա բախվում գուբերնատորները։ Չհասկացա ձեր Նկատի ունեմ, եթե այդ ռիսկերի գնահատումը արվում է տարածաշրջանում այս իրավիճակով պայմանավորված, հիմա ինչու են խնդիրների առաջ են տղվարողները։ Որտեղ։ Հայ-իրանական սահմանը։ Հարկելի շողիկ, Իրանում ռազմական գործողություններ են։ Այդ եմ հարցնում էլ, եթե ռիսկերը գնահատվում են, այդ ռիսկերը հնարավոր։ Ռիսկ գնահատելը չի նշանակում, որ ռիսկը վերացավ, ռիսկ գնահատելը նշանակում է, որ դրանից բխող խնդիրները կառավարում ես, հնարավորության դեպքում լուծում ես, եթե չես լուծում, ստեղծում ես այլընտրանք եւ այլն։ Հիմա այստեղ այլընտրանքը ո՞րն է լինելու այդ խնդրի հետ կապված։ Որ խնդրի։ Բեռնատարների, որ կանգնած են այնտեղ բան։ Որտեղ։ Հայ-իրանական սահմանը հիմա բեռնատարները չեն հասնում։ հասնում։ Են վարորդները։ Խնդրում եմ ինձ հետո հստակ տեղեկություն տվեք այդ առումով պատասխանեմ, որտեղ ես դրանից Պարոն Ռուբինյան, վարչապետ Փաշինյանը գրառում էր արել Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրակեղծարարության հիմնադիրը լինելու հետ կապված։ Դուք էլ երկրորդել եք նրան համեմատելով Լևոն Զուրաբյանի հետ։ Պարոն Ռուբինյան, ձեր հայրը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք 95-98 թվականներին եղել է ազգային ժողովի փոխնախագահ։ Արդյոք այդ ընտրակեղծարարության իշխանության մաս չի կազմել ձեր հայրը ու դուք համաձայն եք այդ գնահատականների հետ ընտրակեղծարար լինելու հետ կապված։ Նախ չհասկացա ինչով է Լևոն Տեր-Պետրոսյանին Լևոն Զուրաբյանի հետ համատել է երկրորդել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, բայց այո, ես համաձայն եմ, որ 1996 թվականի նախագահական ընտրությունները արդար ընտրություններ չեն եղել։ Եթե ես դա իմացել եմ միշտ, եթե դուք հետ գնաք օրինակ տեսնեք իմ հայտարարությունները նույնիսկ մինչև հեղափոխություն, դուք կտեսնեք, որ ես անձամբ, բայց թողեք պատասխանեմ։ Բայց չգիտեմ, ենթադրում եմ շատերը այստեղ կարող են գոռաց լինել, բայց թողեք պատասխանեմ։ Շնորհակալություն։ Առաջնային հարցը ո՞րն էր, իմ հայրը։ Նախ մինչև իմ հորը հասնելը պատասխանեմ հարգելի Փայլակի հարցին։ Ես իմացել եմ դրա մասին, միշտ խոսել եմ դրա մասին, միշտ, եթե կրկին վեր հանեք իմ նախկին հայտարարությունները նախորդ տարիներին, ընդհանուր հեղափոխությունից առաջ տարիներին դուք կտեսնեք դա։ Հորս մասին, եթե դուք վեր հանեք իր օրինակ մի հոդված կամ հարցազրույց 2011 կամ 2012 թվականին արված կրկին կտեսնեք, որ ինքը իր վերաբերմունքը արտահայտել է 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ։ Այսինքն իշխանության մասը եղել է ընտրակեղծարար, ձայն չի հանել հետո նո։ Այդ հոդվածի անվանումը, եթե չեմ սխալվում, մեղավորը մենք ենք։ Խնդրում եմ գտեք եւ կարդացեք։ Post factum է, այսինքն արձանագրել, որ ընտրակեղծարար իշխանության մաս է կազմել պարոն Ռուբինյան։ Ես կարծում եմ, եթե ես հիմա չեմ մեկնաբանեմ իմ հայրը ինչ է արել կամ ինչպես, ես ձեզ ասեցի, եթե ձեր հարցը հետեւյալն է, արդյոք անհետևողականություն չկա իմ ասացի միջև 96 թվականի ընտրությունների մասին այն բերմամբ, որ իմ հայրը եղել է այդ իշխանության մեջ, ես ձեզ ասում եմ, որ չկա անհետևողականություն, որովհետև իմ հայրը ինքը 2011 կամ 2, բայց դե թողեք ավարտենք էլի։ Թողեք, շատ լավ, հեսա կպատասխան։ Ես էլ եմ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցել եւ Նիկոլ Ես էլ եմ 2000 ես խնդրում եմ ավարտեք ձեր մենախոսությունը, ես պատասխանում։
ավարտեցիք 2008 թվականին ես էլ եմ 17 տարեկան էի, բայց ես էլ եմ աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանին, հայրս էլ է աջակցել, Նիկոլ Փաշինյանն էլ է աջակցել, որովհետև մենք այն ժամանակ համարել ենք, որ ավազակապետական կամ ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը, մոնղոլ-թաթարական ռեժիմը պետք է շտապ ազատվել այդ Իսկ ռեժիմից։ ազգագործան պատուհասներից պետք է ազատվել, թե չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ասում։ Նույն ինքն էր ասել, ազգագործան պատուհասներից պիտի Դե տեսնում եք, սա այն կետն է, երբ որ ես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ընդհանրապես համաձայն չեմ, եւ դրա համար ի տարբերություն 2008 թվականի չեմ աջակցում։ Պարոն Ռուբինյանին Ձեր մանկությունը, պարոն Ռուբինյան, անցել է Լևոն Զուրաբյանի գաղափարների, Լևոն Զուրաբյանի այդ Բացարձակ։ Հիսուս քեզ Քրիստոս, չէ։ Իմ մանկությունը չի անցել Լևոն Զուրաբյանի գաղափարների ներքո։ Ինչ ասել, ով ասել։ Ինչ ասել։ Ինչի մասն է խոսքը, չեմ հասկանում։ Չգիտեմ ինչի մասն է խոսքը։ Խառնում եք երևի, հա։ Պարոն Ռուբինյանը, ձեր թիմակիցները Քոչարյանին վիրավորել են ընդհանուր 15 միլիոն դրամի եւ նա դատի է տալիս, որ ապացույցի, որ կաշառակեր չէ։ Քոչարյանին, Արեն Սիմոնին ինչպես էին ապացուցելու ձեր թիմակիցները, որ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է, որպեսզի այդ 15 միլիոնը չտան, թե այնուամենայնիվ չեն կարողանալու ապացուցել։ Չհասկացա ձեր հարցը, հիմա դուք պնդում եք, որ զրպարտել եւ վիրավորել են Քոչարյանը։ Հարց եմ տալիս, ասում եմ ինչպես են ապացուցելու իրենց ասածը։ Չգիտեմ, դատի է տվել, թող դատը գնա, ինձ չի հարցնում։